Բարևձեզ Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցել Կանադայում բնակվող Ժառանգություն կուսակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ողջույն պարոն Մարտիրոսյան։ Ողջույն Ռոբերտ ջան, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Պարոն Մարտիրոսյան, սկսենք ձեր հարևանությամբ գտնվող երկրից Միացյալ Նահանգներից, հետո անպայման Հայաստանի ներքաղաքականությունից ենք խոսելու եւ ռեգիոնալ խնդիրներից, ինչու Միացյալ Նահանգներից, որովհետեւ պետքարտուղար Ռուբիոն ըստ էության զգուշացնում է, որ եթե առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինան եւ Ռուսաստանը չկանգնեցնեն պատերազմը, Միացյալ Նահանգները ընդհանրապես դուրս կգա գործընթացից, քանի որ այլ առաջնահերթություններ ունի, մինչդեռ մենք հիշում ենք նախագահ Թրամփը խոստացել էր 24 ժամում լուծել պատերազմի կանգնեցնելու խնդիրը, ինչպես եք գնահատում ԱՄՆ-ի այս դիրքավորումը Կանադայում, ինչպես են տեսնում այս գործընթացը Կանադա, որը գտնվում է համարյա փոխհրաձգության մեջ դիվանագիտական քաղաքական Միացյալ Նահանգների այս վարչակազմի հետ։ Եթե Կանադայի տեսանկյունից ասեմ, ապա ավելի շատ այստեղ տնտեսական հարցերն են հետաքրքրում եւ տեղյակ եք մաքսատուրքերի հետ կապված այդ խնդիրները, որոնք կան եւ որը ըստ էության կանադացիներին միաձուլել է եւ այստեղ խանութներում կամ առևտրային կետերում տեսնում ենք արդեն լայնածավալ որոշակիորեն արտադրված է Կանադայում այդ արշավն է տեղի ունենում եւ փորձում են հիմնականում այստեղի արտադրանքից օգտվել, գումարած դրան տեղյակ եք, որ բավականին ակտիվ շփումներ կան եվրոպական գործընկերների, նույնիսկ Չինաստանի հետ, Կանադայի իշխանությունները շատ ակտիվ աշխատում են։ Իհարկե, այն ինչ կատարում է Դոնալդ Թրամփը շատ հետաքրքիր է, բայց մյուս կողմից էլ արդյունքները այնքան էլ կարծում եմ դրական կարող է չլինեն Միացյալ Նահանգների համար, ինքը կարող է կարճաժամկետ կտրվածքով ինչ-որ դրական արդյունք տա, բայց երկարաժամկետ կտրվածքով, եթե այն պլանը, որը նախատեսում են, այսպես ասեմ, միջազգային գործընկերների հաշվին իրենց պետական պարտքը վճարել, եկամուտ ստանալ մեծ հաշվով, հնարավոր է այդ ծրագիրը չաշխատի, կարծում եմ, որովհետև տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների այդ քայլերի պատճառով այն պետությունները, որոնք հարվածների տակ են հայտնվում, առաջնահերթ իհարկե Չինաստանը, Եվրոմիությունը, այս դեպքում նաև Կանադան, նրանք փորձում են միմյանց հետ նորից ավելի խորացնել իրենց հարաբերությունները, մինչդեռ մինչ այդ Կանադայի թիվ 1 գործընկերը Միացյալ Նահանգներն էր, ինչպես նաև Եվրոմիության համար էր Միացյալ Նահանգները շատ կարևոր գործընկեր, ոչ միայն տնտեսական առումով, այլև անվտանգային առումով։ Ինչ վերաբերում է կոնկրետ Մարկո Ռուբիոյի ասացին, կարծում եմ, որ երևի թե քանի որ Դոնալդ Թրամփը սիստեմային համակարգի մեջի քաղաքական գործիչ չէր եւ որոշակի էքսցենտրիկ քայլերի սիրահար էր, իրեն թվում էր, թե մեկ զարկով կանգնեցնելու է ուկրաինական պատերազմը կամ բոլոր այն խնդիրները, որոնք կան, մեկ զարկով լուծելու է։ Իրականության մեջ շատ բարդ իրավիճակ է եւ ակնհայտորեն մեկ զարկով հնարավոր չէ լուծել, առավել եւս եթե տեսնում ենք, որ Եվրոպական միությունը իդեմս Մակրոնի առաջնորդության, այնտեղ նաև Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան են միացել այդ քայլերին, պատրաստ են իրենց վրա վերցնել Ուկրաինայի պաշտպանության բեռը, այսինքն ֆինանսական, ռազմական, իհարկե սկզբնական շրջանում ռազմականը մի փոքր դժվար է լինելու, որովհետև Եվրոպական միությունը այս պահին չունի ընդհանուր վերցրած այդ արտադրական հզորությունները, որպեսզի մեծածավալ զենք մատակարարի, բայց շատ աղքատել չեն եւ տեղյակ եք, որ համապատասխան քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ եւ ֆինանսավորումը կա եւ արդյունաբերական հզորությունները կան ըստ էության եւ ընդհանրապես խնդիրը կազմակերպչականն է եւ ժամանակ է որոշակի պահանջելու, բայց
եվրոպական արտադրությունը ռազմամթերքի, զենքերի տարատեսակ եւս շատ զարգացած է այն առումով, որ արդիական լավ զինանոց ունեն, գումարած դրան ըստ էության Ֆրանսիան այն եզակի երկրներից է աշխարհի, որը ամբողջությամբ բոլոր տեսակի զենքեր կարողանում է արտադրել բարձր որակի մեծ արդյունավետության զենքեր։ Դրա համար Մարկո Ռոբիոյի ասածը որոշակիորեն կարծեք թե ճակերտավոր, այսպես ասեմ, շանտաժի ազդեցություն է տողում, բայց այնուամենայնիվ կարծում եմ Միացյալ Նահանգները չի կարող ամբողջովին հեռանալ միջազգային հարցերից։ Իհարկե, առաջնահերթ իրենց համար ըստ հայտարարության դա Չինաստանի հետ առևտրային պատերազմն է, բայց առանց եվրոպական գործընկերների հետ այդ պատերազմում իրենք չեն կարող հաղթել առանց միջազգային խոշոր տնտեսական քաղաքական կենտրոնների հետ, որտեղ Չինաստանը ըստ էության այլ խոշոր գործընկերներ կարող է գտնել իր համար։ Երկրորդ կարծում եմ խնդիրը այս պահին Իրանն է, որը կապված է Իսրայելի հետ, որտեղ Իսրայելը բավականին մեծ ազդեցություն ունի Թրամփյան վարչակազմի վրա, բայց կարծեք թե հուսանք, որ իսկապես այդ հարցերը կգնան խաղաղ ճանապարհով լուծման, որովհետև կարծեք թե երկուստեք ցանկությունը կա խաղաղ ճանապարհով հարցերը լուծելու։ Դրա համար ես կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել ուկրաինական պատերազմի դադարեցման մասին, առավել ևս ուկրաինական խնդրի ճգնաժամի հանգուցալուծման մասին, որովհետև այդ պատերազմը ըստ էության ամբողջովին վերաբերում է Եվրոպային, ոչ միայն Ուկրաինային, եւ տեղյակ եք, որ շատ ակտիվ ձևով ամբողջովին ըստ էության 100%-անոց պրոուկրաինական դիրք են զբաղեցնում Լեհաստանը, մերձբալթյան երկրները, Նորվեգիան, Ֆինլանդիան, որոնք մտավախություն ունեն իրենց հետագայի մասին, գումարած դրան այդ երեք խոշոր կենտրոնները Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ֆրանսիայի ստեյությամբ գլխավորությամբ, Մակրոնի գլխավորությամբ փորձում են պայքարել եւ թույլ չտալ, որ պատերազմը կամ այդպիսի ճգնաժամային իրավիճակները Ուկրաինայից տեղափոխվի դեպի Եվրոպայի այլ տարածքներ։ Ուկրաինական պատերազմի հավանական արդյունքը կարևոր Հայաստանի Հանրապետության համար, որը գտնվում է Ռուսաստանի անմիջական հարևանությամբ, այսինքն այդ ռուսական միութենական պետություն մտցվելու վտանգով հանդերձ է ըստ էության, որովհետև կա մտավախություն, եթե Ռուսաստանը կարողանա իրեն ձեռնտու պայմաններով այսպես մարսել Ուկրաինայի տարածքների զավթումը, պատերազմը կանգնեցվի, Ռուսաստանը կարող է շարունակել այսպես զավթիչ գործունեությունը եւ միութենական պետությունը լայնացնի, այսպես ասենք, Հայաստանին, Վրաստանին կամ այլ պետությունների էլ ներառելով միաժամանակ Հայաստանին չի կարող չհետաքրքրել Եվրոպական միության ապագան եւ Եվրոպայի անվտանգությունը, որովհետեւ պաշտոնական գործընթաց է սկսված Եվրոպական միությանը անդամակցելու, բացի այդ Եվրամիությունը մեր սերտ գործընկերն է, կարևոր դոնոր, ներդրում անող ժողովրդավարության հարցերում, նաև մենք շատ հաճախ տեսել ենք քաղաքական ու անվտանգային աջակցություն, օրինակ Եվրամիության դիտորդների ներկայությունը Հայաստանում, օրինակ Եվրամիության խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցությունը, որը հուսանք երկրորդ անգամ կհաստատվի, այն ինչ կարող եք ասել այս մասով։ Կներես Ռոբերտ, հարցադրման առաջի հատվածը տեխնիկական պատճառներով չլսեցի, բայց ցանկացած պարագայում որոշակիորեն հասկացա։ Ես նկատի ունեի առաջին մասը կրկնեմ, ինչպիսի կարևորություն ունի այս հավանական պատերազմի հավանական ավարտը, սառեցում,
կամ չգիտեմ որևէ կերպ կանգնել, որովհետև եթե այո Ռուսաստանը ուժ հավաքի Հայաստանում երբեմն վտանգ են տեսնում միութենական պետության կազմ ներառվելու այսպես։ Դրա մասին շատ վաղուց եմ խոսել, հենց նաև ձեր հարցազրույցներում, հենց պատերազմի առաջ օրերից, որ շատ հարցեր Հայաստանի հետ կապված այդ պատերազմով են պայմանավորված լինելու։ Ես կարծում եմ ակնհայտորեն Ուկրաինայի ռեսուրսները, տարածքը, աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ եթե Ուկրաինան կարողացավ Մարսի, որը դժվարությամբ են պատկերացնում նաև հիմա, ակնհայտորեն հարավկովկասյան երկրները դա ուղղակի տեխնիկական խնդիր է շատ թույլ, որովհետև նաև տեսնում ենք, որ ի տարբերություն Ուկրաինայի այստեղ այս պետություններում, հատկապես Վրաստանում եւ Հայաստանում այս բան որևէ խնդիր չունի Ռուսաստանը գերակայությունը հաստատելու, որովհետև իշխանությունները, որոնք կային, ամբողջովին ենթակա են ռուսական ազդեցությանը եւ Հայաստանում եւ Վրաստանում, Ադրբեջանում է մի փոքր խնդիր, որը մինչեւ հիմա ըստեյության post-սովետական, հետսովետական ժամանակահատվածում անկախ քաղաքականություն է որոշակի վարել եւ որի արդյունքում իսկապես գործընկերոջ կարգավիճակ է ստացել Ռուսաստանի համար, ի տարբերություն Հայաստանի, որը մանրադարում դարձավ իր հարաբերությունների համար Թուրքիայի հետ այս պատերազմական իրավիճակում իր խնդիրները լուծելու համար, այնուամենայնիվ կարծում եմ նույնիսկ Ադրբեջանի խնդիրը շատ ավելի հեշտ կարող է նորից լուծել, այդ թվում նաև բացատրելով, որ ինչպիսի ազգային փոքրամասնություններ կան, նաև հյուսիսում Ադրբեջանի եւ ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ իր համար։ Դրա համար ակնհայտորեն ուկրաինական պատերազմը գլխավորն է այս դեպքում, եթե կարողացավ Ուկրաինան ամբողջությամբ վերցնի կամ նրա մեծ մասը, ապա հաջորդ քայլերը շատ ավելի արագ են լինելու եւ շատ ավելի կարճաժամկետ կտրվածքով են լինելու։ Այդ է պատճառը, որ նաև իմ նշած այդ երկրները Եվրոպական միության խիստ շահագրգռված են, որպեսզի Ուկրաինան իր աջակցությունը ռազմական, ֆինանսական անընդհատ ստանա, որպեսզի կարողանա պայքարել։ Եվ ակնհայտորեն այս դեպքում ամբողջովին համաձայն եմ Ուկրաինայի նախագահ Զելենսկոյին ասացին, որ ուկրաինացիները այսօր ոչ միայն պայքարում են իրենց անկախության ազատության համար, այլ նաև ամբողջ Եվրոպայի ազատության համար։ Ցավոք սրտի Հայաստանում դեռևս ռուսական, այսպես ասեմ, ազդեցությունը շատ մեծ է, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ըստ էության նախատեսված էր, որ շատ կարճ ժամանակահատվածում քաղաքեն, որովհետև բազմամիլիարդ ներդրումներ էր արվել նաև գործակալական ցանցի զարգացման համար, այդ տեղեկությունները հետագայում բացահայտվեցին, որ որքան գումարներ են ծախսվել, որպեսզի պրոռուսական տրամադրություններ ստեղծեն, պրոռուսական քաղաքական ուժեր լինեն, անձիկ լինեն, բայց ըստ էության կոռուպցիան նաև այդ հարցում էր հասել Ռուսաստանի եւ այդ գումարները ուղղակի փոշիացվել են։ Հայաստանի պարագայում կարծեք թե ամբողջովին չեն փոշիացել եւ նաեւ մեր որոշ էլիտայի ճակերտավոր ակտիվության կամ նախաձեռնողականության արդյունքում ռուսական ազդեցությունը, այդ բացասական ազդեցությունը դեռևս մեծ է Հայաստանում։ Ինչ վերաբերում է իբրև թե որ Հայաստանը Եվրոպական միությանը միանալու ճանապարհ է բռնել, դեռևս նմանատիպ պաշտոնական որևէ փաստաթուղթ չկա, ընդամենը կա ազգային ժողովի օրենք կա, որը ցանկության իբր թե մասին է, որ կարող են քննարկել, դա է խնդիրը։ Իսկ կարող է քննարկելով Եվրոպական միություն չեն մտնում։ Եվրոպական միություն մտնում են կամ ցանկություն հայտնում են հստակ քայլերով։ Առաջերտին դա
անդամակցության հայտի իրականացումն է, դիմումն է, որ ցանկանում են անդամակցել, երկրորդ այնպիսի քայլեր իրականացնումն է, որի արդյունքում հստակ է, որ պետությունը այդ ուղղությամբ ընթանում է։ Այդ թվում նաև ԵԱՏՄ, ՀԱԲ, ԱՊՀ այդպիսի կառույցներից դուրս գալն է, որովհետև ակնհայտորեն հնարավոր չէ, ինչպես նաև ռուսական կողմը դրա մասին ասում, լինել եւ ԵԱՏՄ անդամ եւ Եվրամիության, ինչպես նաև հնարավոր չէ լինել որևէ ռազմաքաղաքական միավորի մեջ, որը հակամարտության մեջ է ըստ էության Եվրոպայի հետ եւ սпасել լայնածավալ ռազմական աջակցություն Եվրոպայից։ Բարեբախտաբար այո, կարող եք շարունակել։ Լսում եմ։ Այո, շարունակեք։ Բարեբախտաբար ֆրանսիացիները Մակրոնի գլխավորությամբ նաև ունենալով կոնկրետ շահեր տարածաշրջանում որոշակի աջակցություն ցույց են տալիս, բայց ես կարծում եմ դա այն աջակցությունը չէ, որը կարող է լինել, այն ծավալները չեն, որոնք կարող են լինել, որովհետև ինքս տեսնում եմ այդ մեծ դաշտը, լայն դաշտը, որը կարող է Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական գործընկերության մակարդակի լինել եւ ընդհանուր մինչեւ դաշնակցի։ Ես տեսնում եմ այդ ազդակները եւ շատերն են կարծում եմ տեսնում այդ ազդակները, բայց Հայաստանի իշխանությունները բառացիորեն այդ ուղղությամբ ակտիվ քայլեր չեն իրականացնում։ Ըստ այն ինչ կատարվում է այս պահին, դա նաև Եվրոմիության եւ Ֆրանսիայի պահանջի արդյունք, ասեմ, քայլերի արդյունք է, այդ թվում նաև եվրոդիտորդների առկայությունը, որովհետև Հայաստանը հենց ինքն է իշխանությունների շուրթերով ասում, որ պատրաստ են այդ եվրոդիտորդներին հեռացնել, պատրաստ են նաև ԵԱԿ Միսկի խումբը լուծարել Ադրբեջանի հետ, իհարկե իրանք չեն ստեղծել, բայց ցանկությունը կա։ Մենք դրանից անպայման կխոսենք։ Այո, պարոն Մարտիրոսյան, անպայման դրանից կխոսենք, բայց մենք մայիսի 9-ի ռուսական ավանդական շքերթին հավանաբար Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կտեսնենք դատելով նրա գործընկերների թիմակիցների այն մեկնաբանություններից, որ դա նաև մեր հաղթանակն է եղել, չնայած Կայա Կալասը Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատարը նախազգուշացնում էր, որ Ռուսաստան չմեկնել ոչ թե Փաշինյանին ուղիղ, այլ ԵՄ-ի թեկնածու երկրներին եւ եվրոպացիները մայիսի 9-ին հավաքվելու են Ուկրաինայում աջակցելով այդ երկրին, սա ինչ որ ես կչափազանցնեմ ասելով, որ ճամբար ընտրելու պես մի բան է ստացվելու Փաշինյանի հավանական մասնակցությունը այդ շքերթին, թե այստեղ էլ կարող է լինել, այնտեղ էլ կարող է լինել մի օր Մոսկվայում, մի օր Բրյուսելում, մի օր Վաշինգտոնում, մի օր Պեկինում, մի օր Թեհրանում, մի օր Թբիլիսիում, ինչն է խանգարում, մի օր Անտալիայում։ Ֆիգարոյի այդ կեցվածքը կարծում եմ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր չէ, որովհետև ըստ էության սահմանազատումներ են ամբողջովին, եթե տարիներ առաջ դեռևս որոշակի լղոզվածություն կար եւ հնարավոր էր տարբեր վայրերում գտնվել, տարբեր արդյունավետությամբ, ներկայումս կարծեք թե այդ կարմիր գծերը ամբողջովին քաշվել են եւ Ռուսաստան արևմուտք այդ հակամարտությունը շատ ակնհայտ է, միայն Տրամպի ընտրվելու պատճառով Միացյալ Նահանգները որոշակիորեն հետքայլեր կատարեցին, բայց տեսնենք դեռևս բավականին քայլեր կան առջևում, Միացյալ Նահանգները վերջնականապես ինչպես կդիրքավորվի եւ վերջապես Թրամփը հավերժ չի լինելու նախագահ, ընդամենը 4 տարի է, որից ըստ էության կես տարին կարելի ասել արդեն անցավ։ Դեմնել դեռևս կոնգրեսի ընտրություններ են լինելու։
Դե Փաշինյանը կարող է ասել ամերիկացիներն էլ են, տեսեք, ուզում են Ռուսաստանի հետ հարաբերություն վերականգնել, մենք ինչու նման քայլի չգնանք, հանուն ում Ռուսաստանի հետ լարված հարաբերություններ պահպանենք։ Կա նմանատիպ տրամաբանություն, բայց դա ոչ թե ճիշտ քայլերի տրամաբանություն է, այլ սեփական իշխանությունը պայելու տրամաբանություն է, որովհետև որքան էլ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ ճակերտավոր փորձում է լավանալ Չինաստանի դեմ այդ մեծ ճակատամարտին ընդառաջ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ այդ միացումը դեռևս դրական ոչինչ չի տվել Միացյալ Նահանգներին, ընդհակառակը իրենից վանել է այնպիսի գործընկերների, ինչպիսին Եվրոմիությունն էր, Կանադան էր, ըստ էության Եվրոպական միության երկրները։ Հա? Եվրոպական միության երկրները։ Ասացի Եվրոպան, Միացյալ Եվրոպան, ոչ միայն Եվրոմիության երկրները, Միացյալ Եվրոպան ըստ էության եւ նաեւ տեսնում ենք Ճապոնիան, Հարավային Կորեայի հետ, որոնք եւս ճակերտավոր արևմտյան քաղաքակրթության մաս են կազմում, իրենք եւս խնդիրներ ունեն։ Միակը, որ այդ մեծ գլոբալ ճակերտավոր արևմուտքից մնացել է Միացյալ Նահանգների հետ դաշնակից, դա Իսրայելն է։ Եվ այդ առումով ես կարծում եմ ճիշտ չէ համեմատություն։ Ինչ վերաբերում է մասնակցելուն, ասեմ իհարկե սիմվոլիկաները շատ կարևոր նշանակություն ունեն քաղաքականության մեջ եւ մայիսի 9-ի մասնակցությունը այն դեպքում, երբ որ Եվրոմիության ներկայացուցիչը ըստ էության կոնսենսուսային որոշում է, ակնհայտորեն դա իր անձնական կարծիքը չէ, այլ Եվրոմիության կարծիքն է, որովհետև որևէ մեկը չհակադարձեց, որ Կալասը ինքը իր անձնական կարծիքն է հայտնում։ Ըստ էության Եվրոմիությունը արդեն իր գնահատականը տվեց մասնակիցների առումով եւ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի այնտեղ գտնվելը որևէ դրական ազդակի մասին չի խոսելու։ Ինչ վերաբերում է մեր հաղթանակի որոշակիորեն լինելու մեջ, իհարկե, ժողովուրդը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել, մոտ 350,000 զոհ են տվել, 700,000-ից չափ եւ մի փոքր ավել մասնակիցներ են ունեցել, իմ պապերը մասնակցել են, իմ պապը ըստ էության այն անձանցից է եղել, ով Կերչի այդ մսաղացին ներկա է գտնվել, վիրավորվել է, գերի է ընկել, փախել է գերությունից, Հարասլավիայում է եղել համակենտրոնացման ճամբարում Սարայևո, այնտեղ Բրոստիտոյի պարտիզանական ջոկատների մեջ է մտել, պատերազմել է մինչև խորհրդային զորքերը մտել են Հարասլավիա, շարունակել է պատերազմն ավարտել է Չեխոսլովակիայում, վիրավոր վիճակում, այնպես որ դա նաև հայ ժողովրդի հաղթանակներ, բայց նաև մի կարևոր հետևություն պետք է անենք։ Տալով 350,000 զոհ, գրեթե մոտավորապես այնքան, ինչքան Մեծ Բրիտանիան էր տվել, մոտավորապես 370,000, եթե չեմ սխալվում, Մեծ Բրիտանիայի պարագայում։ Հայաստանը ոչինչ չստացավ, հայ ժողովուրդը բացարձակ ոչինչ չստացավ այդ պատերազմից, մինչդեռ Մեծ Բրիտանիան աշխարհը տակ դանակի պես, ինչպես կարագն ես կտրում, այդպես Մեծ Բրիտանիան կտրեց։ Դա մեր անկախությունը եւ ազատությունը կարևորագույն գործոն են, որպեսզի նախքո զավակները չգնան այլոց պատերազմներում զոհվեն, ինչպես եղավ առաջի աշխարհամարտում եւ երկրորդ աշխարհամարտում, երկրորդ քո մասնակցությունը այդ մեծ պատերազմին դու կարող ես նշել նաեւ քո երկրում։ Ես ճիշտ հասկացա, որ դուք Փաշինյանի Մոսկվա գնալը դուք Փաշինյանի պայմանավորեցիք, նշեցի մոտս սեփական իշխանությունը պահելու տրամաբանության մեջ, ճիշտ հասկացա, թե Այո։ Ոնց է դա ստացվում։ Այո։ Հայաստանի ներքաղաքական կյանքում բոլոր քայլերը, որոնք կատարվում են, հիմա մեծամասամբ պայմանավորված են իշխանությունը պահելու հետ, այդ ցանկությամբ։ Պարոն Մարտիրոսյան, արդյոք Հայաստանի ընդդիմությունը ունի շանս 2026 թվականին Նիկոլ Փաշինյանին հեռացնել,
արդյոք Հայաստանի քաղաքացիներն են որոշում Հայաստանի իշխանության հարցը, թե էլի Տիզբոնը, այսպես բոլորս պատկերացրած Մոսկվան, որից քիչ առաջ խոսում էիք։ Հայաստանի իշխանության պատկանելությունը գլխավորապես բնականաբար որոշում են Հայաստանի քաղաքացիները իրենց մասնակցությամբ եւ իրենց ակտիվությամբ, բայց միջազգային գործընկերները եւս շատ կարեւոր դերակատարում ունեն, ոչ միայն Տիզբոն Մոսկվան, այլև այլ գործընկերներ եւս, դա այսպես ասեմ, ոչ թե լսելով եմ ասում, այլ տեսնելով եմ ասում, այդ էտապը վաղուց անցել ենք եւ ակնհայտորեն իշխանությունները, որոնք ունեն արտաքին աջակցություն, իրենք ունենում են կեղծարարությունների, բռնությունների որոշակի ռեզերվ եւ նաեւ հաշվի առնելով մեր հասարակության բնույթը, որ բռնությունից հետո ինքը միշտ հետ է քաշվում, օրինակ Վրաստանում տեսեք ամիսներ շարունակ պայքարեցին, մեր մոտ մի փոքր բռնությունից հետո հասարակությունը կարծեք թե հետ է քաշվում, դա էր պատճառը, որ 18 թվականի իշխանափոխության այդ սցենարի մեջ նախատեսված էր, որ ոստիկանությունը ոչինչ չպետք է անի, որպեսզի հասարակությունը ակտիվ մասնակցի, թեև ոստիկանությունը օրինական եւ ոչ օրինական բազմաթիվ դրվագներով կարող էր միջամտել, օրինական նկատի ունեմ օրինակ ռադիոտան գրավման այդ գործողությունը, բայց որևէ կերպ միջամտություն չեղավ, որովհետև եւ կար միջազգային որոշակիորեն կոնսենսուս եւ իշխանությունը ինքը այդ պահին ցանկանում էր փոխանցել իշխանությունը իր այսպես ասեմ արբանյակներից մեկին, ինչպես դրա մասին բարձրաձայնել է եւ Արմեն Աշոտյանը եւ Միքայել Գրիգորյանը, դրա համար ակնհայտ է, որ այն ամենը, ինչ որ կատարվում է երկրում իշխանությունը պահելու համար, ունեն երկու, այսպես ասեմ, ազդեցության վեկտորներ, մեկը դա մեր հասարակությունն է, մեկը արտաքին ուժերը։ Բայց Սերժ Սարգսյանը կներեք օրերս ՀՀԿ-ի խորհրդի նիստում 35-ամյակի նվիրված ասում էր, որ պարտվեցինք տարածաշրջանում իրենց հաշվարկները եւ ծրագրերը ունեցող դրանց իրագործմանը ձգտող ուժերին, պարտվեցինք նրանց, ում ձեռնտու չէր մեր կարմիր գծերը Հայաստանի, Արցախի շահերի մասին։ Հետադարձ արդարացումը կարծում եմ այս դեպքում ճիշտ չէ, որովհետև ակնհայտորեն արդեն բոլորը գիտեն, այն ինչ ես 17 թվականին ասացի, հետագայում փաստերը ուղղակի ապացուցեց, որ երգը ստեղծել էր Սերժ Սարգսյանը եւ Միքայել Գրիգորյանը, ակնհայտ էր, որ այն քայլերը, որ իրականացվում էին Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ընդամենը պահեստային տարբերակներից մեկն էր, սցենարներից մեկն էր, որը կյանքի կոչվեց, դրա համար խոսել, որ միայն արտաքին ուժերով է պայմանավորված եղել այս ամենը, ճիշտ չէ։ Միքայել Գրիգորյանով է Պարմարտոսյան։ Հա? Միքայել Գրիգորյանով է։ Մինասյանը նկատի ունեք։ Մինասյանը կներեք։ Հա, մի քանի անգամ Գրիգորյանը ասացիք, ճիշտ։ Միքայել Մինասյանը կներեք։ Գրիգոր Ասրատյանի թոռը մայրական կողմից։ Միքայել Մինասյանը, Միշիկը չեմ ցանկանում ասել, որովհետև մարդ ունի անուն ազգանուն։ Մի խոսքով, ցանկացած պարագայում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը այդ ծրագրի մաս է եղել եւ Նիկոլ Փաշինյանը հենց միայն այդ ժամանակահատվածում որպես իշխանության վերցնելու օղակ չառաջացավ։ Տարիներ շարունակ դրա մասին խոսվել է, պատրաստել են։ Ես չէ, որ արդեն պետք է ասեմ, որովհետև արդեն բազմաթիվ գործողանձիկ դրա մասին բարձրաձայնել են։ Դրա համար արդարացումը տեղին չէ, այդ թվում նաև բռնությունների հետ կապված։
Երբ որ 2008 թվականի մարտին մարդիկ հանգիստ խաղաղ ցույցեր էին անում, բռնությունը կարող էին իրականացնել, թող միայն Ռոբերտ Քոչարյանի վրա չգցի, որովհետև որևէ մեկը մարտի 1-ից հետո չպատժվեց այդ գործողությունների համար։ Երբ որ ջրցաններով պետք էր տարբեր ցույցեր, բռնություններով տարբեր խնդիրների հետ կապված հարցեր լուծել, կարողանում էր, 13 թվականին կարողանում էր, չգիտեմ, ինչքան զորք ոստիկանական հանել եւ բռնություն իրականացնել։ 16 թվականին Սարիթաղում, Խորենացում կարողանում էր բռնություն իրականացնել ապօրինի, ընդ որում այդ բոլոր բռնությունները անօրինական են եղել։ 2008 թվականին չէր կարողանում, 18 թվականին չէր կարողանում ռադիոտունը գրավելուց ընդամենը մի 20 հոգու ձերբակալ էր, որը օրինական էր։ Դրա համար պետք չէ արդարացում, պետք չէ, եւ ես որպես ներքաղաքական process-ների մասնակից մարդ, միայն այն, որ ինքը հանդիպեց լրագրողների ներկայությամբ հրապարակային չեզոք գոտում Նիկոլ Փաշինյանի հետ, ակնհայտ էր, որ ինքը ծրագրի մեջ է։ Այսինքն ինքը ուղղակի կողքից դիտոր չէր, լինելով երկրի նախագահ։ Իսկ եթե այդպես է, պարոն Մարտիրոսյան, եթե ձեր ասածը ճիշտ է եւ միտումնավոր այդպես իշխանություն է փոխանցել, դա կապված էր Արցախի երկնքում կուտակվող պատերազմական ամպերի հետ եւ կարող է լինել այնպիսի հաշվարկ, որ եթե նույնիսկ այդպիսի դաժան սցենար է լինելու, գոնե Հայաստանի ներքաղաքական դաշտը կառավարելի պահել, փաստը այն է, որ Փաշինյանը այս վերջին 5 տարվա ընթացքում շատ դաժան օրեր տեսավ նաև ներքաղաքական իմաստով, ցնցվում էր իշխանությունը, բայց ժողովուրդը այնպիսի կրիտիկական զանգվածով դուրս չեկավ փողոց, որ հեռացնի Նիկոլ Փաշինյանին, հակառակը 21 թվին նա վերընտրվեց եւ արդյոք Սերժ Սարգսյանը կդիմանար, արդյոք չունենալով ըստ էության ժողովրդի քվեն մեծ հաշվով, հա, կեղծված ընտրություններով գալով իշխանության, նա կկարողանար իշխանություն պահել, ինչպես կարողացավ պահել Նիկոլ Փաշինյանը։ Խնդիր միայն իշխանություն պահելը չի, նաև ստաբիլություն պահելն է, որ երկիրը չփլուզվի, ըստ էության քաոս չառաջանա, չգիտեմ, ներքաղաքական պատերազմներ, ինչ որ չառաջանան քաղաքացիական։ Ինչ եք մտածում։ Նախ ասեմ, որ ներքաղաքական պատերազմներ չառաջանալու համար ընդամենը պետք է նորմալ ներքին քաղաքականություն իրականացնել, հայերը քաղաքացիական պատերազմների սիրահար չեն, ընդհանրապես հայերը բռնությունների սիրահար չեն։ Հայերը շատ լավ զինվորներ են լինում, շատ լավ սպաներ են լինում, բայց հայերը այդ մի դրական երևույթը, այդ մի դրական գիծը իսկապես ունեն, որ բռնությունների սիրահար չեն եւ ըստ էության մեր նորանկախ պատմության ընթացքում ինչքան էլ ցույցեր են եղել, դրանք բոլորը խաղաղ են եղել, որովհետեւ բռնություն ըստ էության քաղաքացիների կողմից չեն եղել։ Որոշ դեպքերում ինչ որ պրովոկացիաներ եղել են իշխանությունների կողմից կազմակերպված, բայց միևնույնն է խոշոր հաշվով վերցրած միշտ խաղաղ է եղել։ Ինչ վերաբերում է արդյոք ինքը տեղյակ էր Արցախի գլխին կուտակված ամպերի մասին, կցանկանայի, որ այս սցենարի մասին ինքը տեղյակ չլիներ, այն որ իշխանությունը փոփոխելով ընդամենը նախկինների, այսպես ասեմ, երեսը պարզաջրելու քայլեր են արվելու, դա ինձ համար ակնհայտ էր, ինչպես միշտ ազնվորեն պետք է ասեմ, բայց Արցախի հետ կապված չեմ պատկերացել, որ նմանատիպ սցենար կարող է լինել։ Հետագայում իհարկե 16 թվականի քարորիայի, հետո Ուկրաինայի պատերազմ եւ այլ քայլերի համադրման պարագայում կարծեք թե գալիս ես այդպիսի մի եզրահանգման, որ նախապես պլանավորված է եղել այս ամեն ինչը, որպեսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը, առաջնահերթ իհարկե Թուրքիայի աջակցությունը ստանալ, որպեսզի Սև ծովը բաց մնար Ռուսաստանի համար, Թուրքիայի միջոցով հնարավոր լինել այդ գորշ տնտեսական զոնաների միջոցով, որին նաեւ մասնակցեց ցավոք սերտի Հայաստանը, կարողանար որոշակիորեն առևտուր իրականացնել եւ
Արցախը ըստ էության դրա մանրադրամը դարձավ, ցավոք սրտի։ Եվ կարծում եմ Ռուսաստանում հույս ուներ կարճատև պատերազմ կլիներ եւ Արցախում իրենք կմնային, բայց չեղավ այն ինչ որ պլանավորել էին եւ այսօր ունենք այս վիճակը։ Ինչ վերաբերում է նաեւ ձեր այն հարցմանը ընդդիմությունը կարող է իշխանափոխություն իրականացնել, այստեղ եթե խոսքը նախկին իշխանությունների մասին է, ժողովրդակնայտորեն իրենց չի աջակցում, նույնիսկ 21 թվականի ընտրությունների ժամանակ, որը իրենց ազդեցության, այսպես ասեմ, պիկներ, իրենք չկարողացան այդ քայլը իրականացնել, առավել ևս հիմա ակնհայտորեն հասարակությունը այդքան ձայն չի տալու նախկիններին։ Ինչ վերաբերում է այլ ընդդիմադիր ուժերին, ես կարծում եմ ինքը շատ բարդ է լինելու, որովհետև միասնություն է պահանջում, իսկ մեր քաղաքական դաշտը դեռևս այդ միասնությունը իրական ընդդիմությունը նկատի ունեմ, ոչ ներկաները, ոչ էլ նախկիններին, այլ իրական ընդդիմությանը, իրենք դեռևս չեն միավորվել։ Բարեբախտաբար տեղյակ եմ որոշ քայլերի մասին, որոնք փորձում են իրականացնել, նոր թարմ ուժեր են կարծես թե փորձում կյանքի կոչել, նոր միավորումներ կարող են լինել, այդ քննարկումները գիտեմ, որ կան, հույս ունեմ, որ այդ միավորումները կստեղծվեն, այդ միացումը կլինի, այդ պարագայում, եթե հասարակությունը այլընտրանք տեսնի, այդ դեպքում կարծում եմ հնարավորություն կա որոշակի քայլեր իրականացնել, որովհետևից կարող եք շարունակել եւ արդեն կամփոփենք։ Որովհետև հասարակությունը այդ պահանջը ունի, այսպես այլընտրանքի, որը կարող է բովանդակային փոփոխություններ իսկապես առաջարկել, որովհետև Հայաստանում շատ կարևոր է փոխել կառավարման տրամաբանությունը, որովհետև այն տրամաբանությունը, որը մինչև հիմա կա, իսկ դա ստեղծվել է անմիջապես անկախությունից հետո, որ պետությունը պետք է ծառայի մի խումբ մարդկանց, դա ոչ միտեղ տանող ճանապարհ է, ինչպես Արցախից զրկվեցինք, ցավոք սրտի այս պահին, նույն կերպ այդ սուրը կախված է նաև Հայաստանի վրա։ Այն որ իշխանությունը աջակցություն չունի, դա ակնհայտ է ընտրություններից, առաջի զանգը եղավ Երևան քաղաքի ավագան ընտրությունները, ըստ էության վերջի զանգերը արդեն Գյումրին եւ Փարաքյանն էր, սա դեռևս այն պարագայում, երբ որ իշխանությունը կարողանում է ամբողջ համապետական իր ռեսուրսը կենտրոնացնել տվյալ տարածքներում։ Համապետական ընտրությունների ժամանակ ինքը ըստ էության իր ամբողջ ռեսուրսը սփռելու է Հայաստանով մեկ, այսինքն ավելի դժվար վիճակում է լինելու, գումարած դրան նաև նույնիսկ Գյումրի իրենց տեխնացուի դրական իմիջով հայտնի լինելը, նույնիսկ դա չփրկեց, հակառակը ըստ էության այդ անձնավորությունը Սարիկը, ազգանունը կներեք չեմ հիշում այս պահին, Սարիկը այս պահին ըստ էության ձայներ կորցրեց քաղաքացիական պայմանագրի պատճառով, նույն կերպ եւ կարծում եմ Լևոն Բարսեղյանը, որովհետեւ որքան էլ հարգելի անձնավորություն է Լևոն Բարսեղյանը, բայց Եվրոդաշինքին միանալը իրենից ձայներ վերցրեց, համոզված եմ, որովհետև որքան էլ Եվրոդաշինքի ներկայացուցիչները փորձում են ասել, որ իրենք Նիկոլ Փաշինյանի աջակիցը չեն, բայց հասարակության մոտ միանշանակ այդ կարծիքը կա, առավել ևս Երևանի ավագան դաշինքից հետո Հանրապետության կուսակցության, դրա համար կարծում եմ իսկապես հնարավորություն կա որոշակի փոփոխություններ իրականացնելու համար, բայց շատ բարդ եմ տեսնում, որովհետև իրական ընդդիմության միասնությունը պետք, նաև որոշակիորեն մեր միջին բիզնեսի աջակցությունն է պետք այդ միավորմանը, եթե այն ստեղծվի։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, որ ժամանակ գտաք Factor TV-ի հարցերին պատասխանելու։ Շնորհակալություն հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում ենք Արբեր Մարտիրոսյանի հետ։